Ձմեռային անսահման գեղեցիկ ճանապարհներով ուղևորվում ենք դեպի մեր հերոսների օնանյան ամուսինների ընտանեկան բիզնեսի հետ ծանոթանալու։ Շարժվում ենք դեպի նրանց անասնագոմ, որը գտնվում է գյուղից դուրս։ Իսկ ճանապարհը միայն գեղեցիկ չէ, այլ նաև իր յուրահատուկ փորձություններն է ներկայացնում մեզ։ Ձյունը կարծես ամբողջ թափով է իջել երկնքից, մաքրելով ու զարդարելով գյուղերն ու անտառները իր սպիտակ կախարդանքով։ Ամեն քայլափոխի ձյունածածկ թփեր, ճանապարհներ, մերթընդմերթ բացվող ձմեռային շունչ կտրող տեսարաններ։ Ճանապարհը կախարդական է, բայց միևնույն ժամանակ վտանգավոր, իսկ մեր թիմը նույնքան վճռական է, որքան այս ձմեռը իր ամբողջ ուժով։ Այստեղ իրական ձմեռ է, լուռ, սպիտակ եւ մի քիչ խստաբարո։ Բայց հենց այս լռության մեջ են ծնվում ամենապայծառ պատմությունները։ Գոմը ճիշտ ամենը չի, բայց քանի որ մենք ենք օգտագործում, ուրեմն մերին է։ Այսօր մենք փորձում ենք բացահայտել երիտասարդ ամուսինների կյանքի պատմությունը, օրինակ թե ինչպես են գյուղի սրտում ստեղծել իրենց փոքր, բայց մեծ նվիրումով ստեղծած բիզնեսը, ամենակարևորը ջերմությամբ, համառությամբ ու հավատով։ Ընդամենը 4 կովից են սկսել Ռուզաննան ու Գարիկը, բայց այսօր արդեն մի մեծ գոմ լիքը կենդանիներ ունեն։ Ռուզաննան մեծ ոգևորությամբ կծանոթացնի իրենց ունեցվածքի հետ։ Ախր կծան չեն, դու անտեղի վախում ես։ Կովերն են հիմնականում կապած այս մի կողմում, այս կողմում արդեն մոզիներն են, կարող եք գալ, այս նոր ծնված հորթերն են, կարող եք ես էլ նկարել, առայժմս 3-ն են, բայց շատանալու են էլի, ընթացքում քիչ-քիչ կշատանան։ Սրանք վաճառքի համար նախատեսված մոզիներն են կապված։ Մեկ էլ ստեղ արդեն մի տարեկան համարյա հորթեր են, որ պետք է սարը գնան, կան նոր մորթելու նպատակով օգտագործենք։ Հին ժամանակից մեր կիսուրը կեսրարս գնում էին սար, 30 տարի սար են գնացել անխափան, այսինքն ամեն տարի գնացել են գարուն, բայց ուրիշի անասուններ են պահել, հետո ամուսինս, որ բանակից եկել է, մտածել է, որ ինչու ուրիշի համար աշխատել, եթե կարաս քո համար աշխատես, ու տենց ամուսնացանք, ամուսնանալուց հետո ընդամենը ունենք 4 կով, հետո ավելացնելով դառավ 14, 15-ներ, մեկը ոնց որ դե սարա չես կարա վնասով չգաս կամ ինչ-որ մեկը չկա, հիմա 14-ն են, դե միտք ունենք շատացնելու, հիմա այս անասնաշենքը մեզ քիչություն անելու, ուրիշ անասնաշենք ենք սարքում, որ տնտեսությունը մեծացնենք։ Կթի կովերի քանակը 14 է, բայց ընդհանուր կենդանիների քանակը անցնում է 35-ի շեմը, այնպես որ գյուղում նոր հողատարածք են գնել, շուտով կսկսվի նաև նոր անասնագոմի շինարարությունը։ Գրեթե ամեն տեսակի դժվարությունների միջով անցնում են երիտասարդ ամուսինները, բայց չեն ընկրկում։ Կարևորը իրենք իրենց համար են աշխատում, ասում են։ Հիմա տեսեք, օրինակ հացի փռնումել այս պահին աշխատանք կա, օրը 3000, քար պատրի ես ինչ պետք լինի, որ 5000 դրամ բարձրացություն։ Ամբողջ օրը գնում ես զբաղված, երեխաներին չես տեսնում, ընդհանրապես չես կարող ոչ մի բանով զբաղվես, ու օրը տանցակ ենում, այն ռոբոտին ման աշխատում տուն ես։ Այստեղ գիտես առավոտը հա ճիշտ է շուտ ես արթնանում, բայց քո գործը ավարտում ես տուն գնում քո գործերով ու այդ ժամանակն էլ հատկացնում ես երեխաներին։ Ընդամենը 33 տարեկան են ամուսինները, 3 երեխաներ են մեծացնում, բայց հասցրել են արդեն կյանքի մեծ դպրոց անցնել։ Մի օր լավ, մի օր վատ, կարևորը սիրով, մեկը մեկին աջակից լինելով ու հավատալով, որ վաղը ամեն ինչ էլ ավելի լավ է լինելու։ Ռուզաննան համեստություն է անում ու ամեն ինչի հիմքում դնում է ամուսնու աշխատասիրությունը։ Թեպետ պարզից էլ պարզ երևում է, եթե չլիներ Ռուզաննայի կարող ձեռքերը, հավատքը իրենց ստեղծածի նկատմամբ, ամուսնու նկատմամբ, գուցե ընտանիքը այսօր այսպիսին չլիներ։ Չէ, ես իրան ուղղակի աջակցում եմ։ Չէ, ինքը եթե աշխատասեր չլիներ, իր աշխատասիրության հիմքով եմ ես էլ իրան աջակցում։ Եթե ինքը աշխատասիրություն չունենար, հաստատ ոչ մի բանի չենք հասնի, տեղում կդոփենք, բայց ինքը շատ աշխատասեր է։ Հենց որ օրինակ կարար, չէ, ասիր
սար են գնում, սովորեմ կթելը, ինքն ասում է պետք չի դու սովորես, որ կշատացնենք, հիմա էլ տեխնիկա կառնենք, ձեռքով չենք կթել։ Հիմնականը կերի հարցերով ես եմ զբաղվում, կերը պատրաստում եմ կովերի քանակի ըստ քանակի, ամուսինս տա կերն ամաքրում, խոտ ա դնում, տենց։ Իսկ գիթե։ Գիթը կիսուրս անում, ես կթել չգիտեմ, չեմ կարա պարծենամ, որ ասեմ, չեմ էլ արած, կիսուրս այդ գործով զբաղվում, մեկ է ամուսինս, սարում ամուսինս։ Դե որ ուրիշ ապրանք մենք չենք տանում մերը, մի ժամ ա տևում, ես օգնում եմ հորթերին մեր տալուն, մեր հորթերը հետը սարն են էլի գնում։ Դա ինձ ամուսինս սորվա ընթացքում գալիս է տուն գյուղ, որ խոտի մոտի, ես ու մեծ տղաս մնում ենք սարում, միջև ամուսինս կգա, հորթերին ենք տիրություն անում, տենց մեր առօրյան էդ է։ Ընտանիքում յուրաքանչյուրը մեծից փոքր իրենց անելիքը լավ գիտեն, ամեն ինչ համակարգված ու հաշվարկված է, դրա համար էլ արդյունքը տեսանելի է, ասում է Ռուզաննան։ Շուրջ 3 տարի է երիտասարդ զույգը նաև սար է գնում, մինչ այդ ամուսնու Գարիկի ծնողներն էին այդ սուրբ պարտականությունը կրում, թեպետ սար էին գնում ուրիշի ապրանքները պահելու համար։ Իսկ հիմա հերթը երիտասարդներինն է, նրանք էլ որոշել են, եթե աշխատել, ապա միայն իրենց համար, ոչ մեկից կով չեն վերցնում, դրա կարիքը չկա, վերջին 3 տարվա մեջ այնքան են մեծացրել իրենց տնտեսությունը, որ հազիվ իրենց կենդանիներին են կարողանում տիրություն անել։ Առաջներում չգիտեմ, դժվար ա եղել, մի քիչ ջահելներին շատ են ճնշելուս եղել, հիմա տենց չի, երիտասարդներին ավելի են ընդգրկում ամեն հարցում ու դա ինձ թվում է ամենաճիշտն է, որովհետև երիտասարդը ավելի լավ է, սենց ճիշտ որոշումներ ավելի կայացնում, քան օրինակ հին մտածելակերպներ, բայց դե փորձում ենք հնի ու նորի համադրություն լինի, որ տանը կոնֆլիկտներ չառաջանան։ Խորհուրդ եմ տալիս, ինչ կապ չունի անասնապահությամբ զբաղվեն, գյուղում եթե ապրում ես, ուղղակի պետքա մի զբաղմունք ունենաս։ Չես կարա գյուղում ապրես ու քաղաքում աշխատելով եկամուտ ունենաս, ես հաստատ դա համոզված եմ, որովհետև տրանսպորտի հարցը, ուտելիք եւ այլը տակին կոպիտ ասած բան չի մնում։ Իսկ որ գյուղում ապրում ես, պետք է զբաղվես գյուղատնտեսությամբ, կապ չունի։ Մեկը հավապահում, մեկը ինչ որ մի ուրիշ խնդրով է զբաղվում, դա կապ չունի, ականջի, բայց զբաղվեն ինչ որ մի գործով, հաստատ եկամուտ կունենան, մի քիչ խելացի աշխատելու շնորհիվ ամեն ինչ էլ հասնում է մարդ։ Մենակ պետքա ձգտում ունենալ ու սովորած գիտելիքն էլ կապ չունի, որ ոլորտում եք սովորես, ներդնես քո համայնքի, քո գյուղի զարգացման համար։ Այո, հենց այդպես տարիներ շարունակ Օնանյանների ընտանիքը ջանք ու եռանդ չի խնայել, զարգացնելով ոչ միայն իրենց տունը, ընտանիքը, այլ նաև գյուղն ու համայնքը։ Իսկ ստացված եկամուտների մասին համարձակ կխոսեն, որովհետև այն ամենին, ինչին հասել են արդար քրտինքով։ Ոչ մեկից չեն գողացել, ոչ մեկի վատություն չեն արել, չեն խանգարել, հակառակը իրենց ունեցածից ուրիշներին էլ են բաժին հասցրել։ Եկամուտները վատ չեն, ճիշտ է, աշխատանքը դժվար է, մանավանդ ձմռան ամիսներին հեռավորությունը տեսակ ինչքան հեռու են գալիս, բայց համենայն դեպս հաղթահարում ենք ամեն ինչ։ Օրինական ցած տարի գարունը սարն էին գնում, մեքենաներս արդեն էլ չէր աշխատում, նիվա ունեինք, նորը վերցրեցինք, Վիլիս ենք գնել, Վիլիսից հետո Օպել ենք գնել, տենց տնտեսությունը պիսատ ենք առել է լրիվ դրա եկամուտներից է, պլյուս դրան էլ դե նորմալ ապրում ենք, 3 երեխա ունենք, աշխատում ենք ամեն ինչով ապահով պահենք։ Տնտեսություն վարելն էլ է խելք պետք, որովհետև ամեն տեղ էլ հաշվարկ է, ամենակարևորը հաշվարկ, եթե հաշվարկ չիմացար, ամեն տեղ կթերանաս, չես կարող, պետքա ճիշտ հաշվարկ անես, որ եկամուտներն ու ծախսերը բալանսի բերես։ Ռուզաննան կխոսի նաև ոլորտի խնդիրների մասին, որոնցից ամենառանցքայինը ու թերևս ամենադժվարը աշխատուժի պակասն է։ Պարզվում է անասնապահությունը այդքան էլ գրավիչ աշխատանք չէ։ Հատկապես ամառային սեզոնին գյուղի ամենաակտիվ շրջանում, երբ զույգերը սարում են լինում, փաստի առաջ են կանգնում։ Խոտը հնձել, կապել ու տուն բերել է պետք։ Իսկ օգնող ձեռքեր նրանք չունեն, աշխատող չեն գտնում։ Ստիպված իրենք բառացիորեն 2 կես են լինում։ Հիմա այս պահին առողջական խնդիրների պատճառով կիսուրս ինքը վիճակի չէր, քանի 3 տարի է վիրահատված է, բայց այսօր ուզած չուզած գալիս է օգնելու, որ
հիմա ուզենաս մեկին վարձես, որ աշխատի, ոչ մեկ չի գալիս գյուղական գործ, իսկի կոմունալ բաժնում աշխատողներ չեն հայթայթի, այսինքն մարդը չի ուզում աշխատի, ավելի լավ է մարդը սոված մնա կամ թափառի կոպիտ ասած գյուղամեջ են, քանց որ աշխատանքի համար բան դիմեն։ Ամառը խոտի սեզոնին է շատ խնդիր լինում, հատկապես էլ այստեղ սեզոնին տանը մենք մեր հարցերը կարող ենք կարգավորենք, բայց խոտի ժամանակ բան որ չի լինում, որ խոտը դաշտից օրինակ բերեն տուն։ Դա էլ նենց է, որ կապեց պետք է անմիջապես տեղավորես, որ էլի սարը բարձրանաս, դրա համար աշխատուժ միշտ պակասում է։ Բայց մեն աշխատանք չկա։ Չեն աշխատում։ Ֆիզիկական գործ է, հիմա շատ ծնողներ էլ իրանց երեխեքին չեն թողում ֆիզիկական աշխատանքի տակ ընկնեն, որովհետև եսի մտածում են ավելի լավ է գիտությամբ, ճիշտ է, ես ուսմանը կողմ եմ, ես ինքս էլ ասեցի քաղաքից եմ հարց եկել, բայց դա կապ չունի, ես հիմա երեխեքին մանկապարտեզ մեր գյուղում չկա, բայց ես 3 երեխա ունեմ, 3-ին եմ մանկապարտեզ եմ ուղարկել։ Հարևան գյուղ, ամեն օր տարել բերել ենք։ Սկզբի շրջանը, որ շփում չունեի գոմի հետ, չէի հիշում, հիմա բոլոր անուններն էլ հիշում եմ։ Օրինակ սա Մուրոն է, սա Սևոն է, այս Սուրման է։ Տենց բոլոր անուններն էլ գիտեմ, այս Ղումաշն է, տենց, այս Մարալն է, այս որն է կապած, համարներով եմ հիշում ես հիմնականում, ասեմ ձեզ, տեսքից չեմ ճանաչում, հիմա որ համարները չլնեն, խառնենք իրար չեմ կարա, տենց սախով մի երկուկով որ տենց կարողա ճանաչեմ, համարներով, բոլորի համարներով հիշում եմ։ Այս մեկն էլ անոր հորթը ծնված Դովլաթն է։ Գյուղում մնալը նրանց համար պարզապես ընտրություն չէ, այլ գիտակցված ճանապարհ։ 33-ամյա երիտասարդ զույգը տարիներ շարունակ աշխատել է ոչ թե ուրիշի, այլ սեփական տնտեսությունը զարգացնելու համար։ Այսօր նրանք իրենց ֆերմայում են իրենց երազանքի ճանապարհին, գիտակցելով, որ ամեն զոհաբերություն մի օր վերադառնալու է իրենց երեխաների կյանքում։ Վաղը մեր երեխաները, մեր աշխատածի օգուտները իրանք կտեսնեն։ Ճիշտ է, մենք հիմա այս պահին մեր կյանքի գնովա թե ոնց են ասում, աշխատանքի երիտասարդական այդ տարիները ներդնում ենք այս գործի մեջ, բայց ոչինչ, կարևորը մեր երեխաները վաղվա ապագան հաստատ կապահովենք։ Նրանց հացը հեշտ չի վաստակվում, բայց քրտինքը մաքուր է։ Այստեղ հաշվարկն ու հոգատարությունը քայլում են կողք կողքի, իսկ երեխաները մեծանում են տեսնելով ոչ թե պատրաստը, այլ ստեղծածը։ Գյուղը սովորեցրել է նրանց համբերել, աշխատել ու հավատալ։ Ջանները լվնացել է շների, տենում ես։ Հա, այնքան խելացի են, կովերի հետ գնում են անտառ, հատկապես սարում, որ շունը գալիս է մեկը, արդեն գիտենք, որ էսա կովերը գալու են, հորթեին տուն են գանում ժամանակին, որ մեր չլնեն, դեռ մենք մեր հորթերը տանում ենք կովերի հետ։ Երբ տեսախցիկները անջատվում են, կյանքը շարունակվում է նույն ձևով։ Կովերը սպասում են, ճանապարհը իր փորձություններով, ձմեռը իր խստությամբ, իսկ այս ընտանիքը իր ընտրած ճանապարհով, ոչ ամենահեշտը, բայց իրենցը։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Հագվիից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։